Ձմեռը Հայաստանում սպառողի համար սկսվում է ոչ թե առաջի ձյունով, այլ շուկայում գյուղմթերքի գների կտրուկ աճով։ Պատճառը պարզ է. մեր երկրում բերքը հիմնականում ամռանն է աճում, իսկ ձմռանը մենք դառնում ենք ներմուծող, թանկ ապրանքի գերի։ Սակայն այս իրավիճակը կարող է արմատապես փոխվել։ Սրա լուծումը ևս գտել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանը առաջարկում է, մատնանշելով Հայաստանի հյուսիսային դարպասը, նոյեմբերյանը դարձնել գյուղմթերքի աճեցման հատուկ զոնա։ Նոյեմբերյանը մեղրից հետո երկրորդ ամենափափուկ կլիմայական գոտով համայնքն է։ Այստեղ կարող է աճել այնպիսի բան, որ Հայաստանի մյուս շրջաններում չի աճում։ Օրինակ զեյթուն է աճում, կիվի եւ այլ տեսակի մրգեր, որոնք Հայաստանի համար հատուկ չեն։ Մենք հիմնականում ներմուծում ենք շատ թանկ գներով։ Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպეციფიկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա։ Կուսակցության ծրագրի հիմքում տնտեսական հաշվարկն է։ Ձմռանը ջերմոցային մթերքի ինքնարժեքի առյուծի բաժինը շուրջ 70%-ը, գազի գինն է։ Նոյեմբերյանն ունի ռազմավարական առավելություն։ Քաղաքով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Ուժեղ Հայաստանը առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որտեղ ջերմոցները գազը կստանան հենց սահմանային ներմուծման գնով, առանց ներքին ավելորդ ծախսերի։ Նոյեմբերյանի շրջանը կլինի Հայաստանում այն շրջանը, որը կլուծի թանկ ապրանքի, թանկ գյուղմթերքի գինը ձմռանը Հայաստանում։ Ինչով? Կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով։ Քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչեւ հասնում է Երևան, մինչեւ հասնում է մյուս շրջանները, թանկանում է, քանի որ կան ծախսեր։ Իսկ սահմանի վրա մենք ունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի $165-ից մի քիչ ավելի ընդամենը թանկ եւ հայկական ջերմոցները կունենան գազի գին ավելի էժան, քան թուրքական ջերմոցները։ Դրա արդյունքում մենք կկարողանանք մրցակցել թուրքական ջերմոցների հետ, քանի որ գյուղմթերքի ձմռանը ինքնարժեքի 70%-ը դա գազի գինն է։ Իսկ էժան գազ, եթե մենք սահմանին կարողանանք տանք, ներմուծման գնով մոտապես 15% կեժանանա գյուղմթերքի վերջնական գինը։ Ըստ Նարեկ Կարապետյանի, մեղմ կլիման եւ էժան էներգակիրները նոյեմբերյանը կարող են վերածել Հայաստանի գյուղատնտեսական շտեմարանի։ Սա ռազմավարական զարգացման այն մոդելն է, որտեղ շահում է թե պետությունը, թե սպառողը եւ թե սահմանին ապրող քաղաքացին։